Շնորհակալություն Իրինա։ Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կներեք ձայնս մի փոքր հարբուխ ունեմ, ձայնս կտրված է, բայց կփորձեմ որքան հնարավոր է արագ ավելի սահուն խոսել։ Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Զինապահի հոգաբարձուների խորհրդի անդամներ, գործընկերներ, Զինապահի հյուրեր, շնորհակալ եմ մեզ այսօր միանալու համար։ Անսահման հպարտությամբ եւ խորը պատասխանատվությամբ եմ ուզում ներկայացնել մեր 2024 թվականի տարեվերջյան եւ 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը։ Զինապահը եղել եւ մնում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար որպես անկյունակարային հաստատություն եւ դա մեծ պատասխանատվություն է մեզ համար։ 2017 թվականից 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մենք հատուցումներ ենք տրամադրել 5491 շահառուների եւ մոտ 14000 նրանց ընտանիքի անդամների։ 2024 թվականի տարվա ավարտի դրությամբ մենք ունեցել ենք հատուցումներ 5482 դեպքերով եւ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ միայն 9 դեպքեր ենք արձանագրել, որը բավականին փոքր թիվ է։ Դժբախտաբար 2024 թվականի առաջին եռամսյակում, եթե համեմատենք, մենք ունեցել ենք 147 դեպք եւ դրանք հիմնականում Արցախի 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին։ Մենք հատուցման գումարներ ենք վճարել 113.6 միլիարդի չափով 2017 թվականից ի վեր։ Մինչ օրս Զինապահի միջոցները կազմել են 237 միլիարդ դրամ, որից 197 միլիարդ դրամը պարտադիր դրոշմանշային վճարներից, այսինքն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վճարած դրոշմանշային վճարներից, 28 միլիարդը ակտիվների կառավարումից, որը բավականին լավ ցուցանիշ է եւ ակտիվների հաջող կառավարումը մեր թիմի կողմից կատարվում է շատ մեծ հաջողությամբ։ 13 միլիարդ մեր նվիրատուներից ենք մենք ստացել, որի համար ուզում եմ նրանց իմ խորին շնորհակալությունը հայտնել։ Ակտիվները 2024 տարվա վերջի դրությամբ կազմել է 113 միլիարդ դրամ։ Մեր եկամուտները 2024 թվականի ավարտին աճել են 11%-ով։ Ներկայումս Զինապահն ունի ճկուն եւ կայուն ֆինանսական կառուցվածք։ Եկամուտների հիմնական հոսքը ապահովում են հաստատուն աճող պարտադիր դրոշմանշային վճարները 5%-ով, ինչպես նաեւ ակտիվների կառավարման եկամուտը եւ այդ եկամուտները աճել են 57%-ով։ Այսինքն մեր թիմը հաջողությամբ կառավարում է մեր տրամադրության տակ եղած ազատ միջոցները։ Հատուցումները կազմում են մեր ծախսերի ամենամեծ հոդվածը եւ դրանք աճել են 46%-ով եւ դա հիմնականում այն պատճառով, ինչպես նշեց Իրինան, մեր տարբեր բազմաբնույթ ծրագրերի իրականացման արդյունքում, այդ թվում ինդեքսացիան, օրենսդրական փոփոխությունները եւ հաշվանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցությունը։ Նախորդ տարվա ակտիվների եւ 24 թվականի վարչական ծախսերի հարաբերակցությունը կազմում է 0.39%, իսկ օրենքով մեզ վերապահված է մաքսիմում շեմ 2%-ի, որը կրկին խոսում է մեր հիմնադրամի արդյունավետ կառավարման մասին։ Այս թվերը թեև տպավորիչ են, սակայն ներկայացնում են շատ ավելին, քան պարզապես ֆինանսական աջակցությունը։ Դրանք ներկայացնում են արժանապատվություն, ճանաչում եւ հայ ժողովրդի կողմից մեր ազգի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերածներին սատար կանգնելու խոստում։ Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր թվի հետևում կա ընտանիք, պատմություն եւ ապագա։ Մենք շարունակաբար համագործակցում ենք կառավարության մեր գործընկերների, հասարակական կազմակերպությունների հետ մեր շահառուների վերաինտեգրումը լիարժեք կյանքին դարձնելու մեր երկարաժամկետ աջակցության ռազմավարության հիմնասյուներից մեկը։ Դա շատ կարևոր է մեր համար։
Մինչ մենք շարունակում ենք զարգացնել մեր կազմակերպությունը, մեր արժեքները մնում են անփոփոխ թափանցիկություն, հաշվետվողականություն եւ բարեվարկելիություն ցանկացած քայլ, որ մենք անում ենք։ Ես իմ խորին շնորհակալությունը հայտնում եմ այս առաքելությունը խթանող յուրաքանչյուր աշխատող քաղաքացու եւ նվիրատուի, ինչպես նաեւ մեր գործընկեր կառույցներին եւ ամենակարևորը զինապահի թիմին, նրանց ջանքերի եւ նվիրված աշխատանքի համար, առանց որի հնարավոր չէր լինել գրանցել այս արդյունքները։ Միասին մենք ոչ միայն աջակցություն ենք ցուցաբերում, այլև ձևավորում ենք ավելի դիմակայուն, ներառական եւ երախտապարտ Հայաստան եւ Սփյուռք, միասին նպատակասլաց եւ վճռական զինվորիս կողքին։